Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյխուլ Իսլամ Ալլաշուքյուր Փաշազադե։ Մարդ, ում անունը ավելի շատ է հայտնվել կոռուպցիոն սկանդալներում, քան հենց Իլհամ Ալիևինը։ Ազգությամբ Թալիշ այս հոգևորականը մի քանի անգամ է մեղանչել իր ծագման դեմ։ Իհարկե, բազմաթիվ են խայտարակ տխուր պատմությունները Փաշազադե անվան շուրջ, բայց դրանցից միայն մեկն էլ մատնում է այս գործչի իրական նկարագիրը։ Ալիև Էլչիբեյը հենց այս տեսանյութում է պատմում, որ Ալլաշուքյուր Փաշազադեն որպես ազգությամբ Թալիշ Մողանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթովի կողքին է նստել, օրհնել նորաստեղծ Թալիշական հանրապետությունը, խոնարհությամբ հաստատել Հումմաթովի այն միտքը, որ Ադրբեջանի տարածքը թյուրքերի հետ որևէ կապ չունի եւ թյուրքերը պիտի դուրս շպրտվեն Ադրբեջանից։ Բայց երբ գալիս հասնում է Թալիշ Մողանյան հանրապետության անկման պահը, այս նույն հոգևորականը լքում է հայրենասեր Թալիշի կերպարը, որոշում ճամբարափոխ լինել, ուրանալ ազգությունը, կեղծ ցուցմունքներ տալ Թալիշական ազգային շարժման գրեթե բոլոր առանցքային գործիչների դեմ։ Գործին միանում է նաև եղբայրը։ Հիմա այս ազգադավ հոգևորականին չեն հարգում թե այսպես կոչված էթնիկ ադրբեջանցիները ծագման պատճառով, եւ թե հենց Թալիշները, որովհետեւ բոլորին հայտնի գաղտնիք է նրա պատմական դավաճան լինելը։ Հայկական աղբյուրը ուսումնասիրել է հոգևորականի մերժված լինելու էլի պատճառներ կան, ամենախոշորներից կոռուպցիան։ Ալլաշուքյուր Փաշազադեն իր ողջ ընտանիքով ներառյալ եղբայրը Ջավանշիրը, որդիները եւ փեսաները թաղված են կոռուպցիայի մեջ, եւ սա է այն հիմնական պատճառը, որ ադրբեջանական հասարակությունն ատում է Փաշազադեին եւ նրա ընտանիքին։ Տարբեր տարիների ընթացքում հրապարակվել են Փաշազադեի արտասահմանում ունեցած անշարժ գույքի մասին տեղեկություններ, որոնք միայն Չեխիայի տարածքում գերազանցում են մի քանի 100 միլիոն դոլար։ Սատանայի որդի ու անաստված հոգևորականի մասին 13,000 մեկնաբանությունների ուսումնասիրությամբ ամենաշատը հենց այս նկարագիրներն են հանդիպում։ Եվ հիմա պատմության ամենավարկաբեկված հոգևորականներից մեկը հանդգնել է բողոքի նամակ ղել եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարին։ Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել է մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու մեջ։ Ահա այսպիսի պատկերավոր ձևակերպումներ Փաշազադեի կատարմամբ։ Նրա կոկորտին ամենայն հայոց կաթողիկոսի առաջարկով եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմակերպած համաժողովն է մնացել։ Ամբողջ քրիստոնեական համայնքը աջակցեց այս գաղափարին, դա առավել քան ընդունելի եւ առավել քան տրամաբանական է։ Զուգահեռաբար սրա վերաբերյալ առնվազն ոչ մի առարկություն չեն ունեցել մահմեդական համայնքները, իսլամական համայնքները, համախմբող կառույցները, առնվազն որոշ դեպքերում իրենց լրությամբ աջակցել են այս համաժողովի իրականացմանը։ Ալիևի պես պատմական արդարությունից շատ է դողում այս հոգևորական կոչվածը։ Իսկ ով կուզեր խոսել, լսել մի պատմության մասին, որի անջնջելի էջերում է ուրացել սեփական ազգությունն ու ծագումը։ Հոգևորական, որ լռությամբ հանցակից է մանկան ու տարեցի սպանության, եկեղեցիների քանդման ու բազում այլ անհաշվելի մեղքերի։ Տիգրանուհի Գուրգինյան, ժամը լրատվական։